Հերոսությունը մարդու գիտակցականի և գործնականում այն իմաստավորելու բացառիկ ընդունակության արգասիկ է, որը ծնվում և հասունանում է համազգային նշանակության խնդիրների լուծման պահանջով։ Տկար ու անհույս է այն ժողովուրդը, ով չի տիրապետում բացառիկին հասնելու արվեստին և որի շարքերը աղքատ են հերոսանալու կամքով զինված անհատներով։ Այս ճշմարտության հեղինակը պատմությունն է։ Սխրանքների կարող են գնալ շատերը, սակայն հերոսանում են քչերը, որովհետև հերոսանալ լոկ չի նշանակում սխրագործել։ Հերոսանալ նախ և առաջ նշանակում է գիտակցված պատասխանատվություն կրել այն ամեն կատարածի համար, որը բացի հաղթանակները բերելուց, սերունդերին սովորեցնում է, թե ինչպես կարելի ապրել ու նաև հարկ եղած դեպքում հանուն հայրենիքի մարտիրոսվել։ Պռոշյան Ավանի ծնունդ Պետրոս Ղևոնդյանը հենց այդ ճանապարհի ճամփորդն էր, ով նախքան հերոսանալը հարազատեց հերոսավայել ապրելու կենսակերպ ու գնաց իր խղճին ընդառաջ։ 1990 թվականի մայիսի 10-ն էր, գարնանային արևոտ ու պայծառ օրերից մեկը, պատմում է հերոսի կենսագիրը։ Նաիրի շրջանի Պռոշյան Ավանի մերձակա ծառուղիներից մեկի ստվերում հավաքվել էին մի խումբ երիտասարդներ և ամակ ուշադրությամբ ու ակնածանքով իրենց հայացքն էին բևեռել կտրված ծառերից մեկի բնին տարածված կարմիր դրոշին ու դրա վրա դրված զենքին։ Այդ օրը հայ հեղափոխական դաշնակցության շարքերը համալրող մի խումբ երիտասարդներ հերթով մոտենում և ձեռքը դնելով դրոշի ու զենքի վրա տալիս էին իրենց երդումը։ Հիշարժան ու նվիրական պահ էր։ Ահա վճռական կեցվածքով դրոշին է մոտենում կարոտը, հմայիչ ու միմիայն իրեն յուրահատուկ բարի ժպիտով շառագունած։ Մի փոքր անց նույնպիսի վճռականությամբ դրոշին է մոտենում արագաշարժ, հպարտությամբ փայլատակող աչքերով ու կարծես մշտապես մտախոհ Պետոն, ապա մյուսները և մի փոքր ամոթխացությամբ կրկնում են նվիրական երդման բառերը։ Եթե հարկ լինի, նաև կյանքից գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին։ Նախքան մարտական հանդուգն գործողություններին անցնելը Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Պետրոս Ղևոնդյանը մասնակցեց Հայաստանի մի շարք շրջաններում կազմակերպված ռազմական բանակումներին, իսկ մարտական առաջին մկրտությունը ստացավ նոյեմբերյանում։ 1990 թվականի աշնանը իր զինակիցներ Կարոտի, Հրաչի և մյուսների հետ նա արդեն Շահումյանում էր, ու նրանց դիմավորեց տեղի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Շահեն Մեղրյանը։ Վերջինիս հանրությամբ տղաները բացի ինքնապաշտպանական գործընթացներ իրականացնելուց սկսեցին տեղերում մարզել դեռ նոր կազմավորվող մարտական խմբերին։ Ուսուցմանը զուգահեռ Պետոն բնակչության շրջանում տանում էր նաև գաղափարական աշխատանք։ Զինվորը պետք է գիտակցի իր գործի արժեքն ու կարևորությունը, սովորեցնում էր Պետոն։ Եթե ժողովուրդը, իսկ առավել ևս նրա պաշտպանությանը զինվորագրված մարտիկները խորապես չեն ըմբռնում, թե ինչի համար են պայքարում և պատրաստ չեն հոգով ու մարմնով տանելու այդ պայքարի ծանրություններն ու դժվարությունները, ապա կարող են շատ հեշտությամբ պարտվել։ Ժողովրդի մեջ արմատավորված գաղափարի ուժը և մարտական ոգին է այն առաջնակարգ հզոր միջոցը, որը Ղարաբաղյան պայքարը պիտի հասցնի հաղթական ավարտին։ Գաղափարի զինվոր, ինքը դուրս էր եկել հարց լուծել։ Նա ուներ իր գաղափարները, մեր հարցի նկատմամբ ուներ իր մոտեցումները, դրանք կուռ, այսպես քարացած էին, որևէ մեկը չէր կարա համոզեր կամ փորձեր ասել, որ քո գաղափարները ճիշտ չեն, եւ որևէ մեկն էլ չէր կարող նույնիսկ ինչ որտեղ ներկայացնել, որ սխալ են։ Դրա համար ինքը պայքարել էր։ 1991 թվականի ապրիլի 30-ին, երբ խորհրդային բանակ և ադրբեջանական օմանականների զորաճոկատները Գետաշինում և Մարտունաշինում ձեռնարկեցին օղակ գործողությունը, Պետոն իր զինակիցների հետ գտնվում էր դեպքերի զարգացման էպիկենտրոնում։ Հակառակորդն այստեղ բացի մեծականակ կենդանի ուժից գործողության մեջ էր դրել մեծականակ զրահատեխնիկա և մարտական ուղղաթիռներ։ Դա այն դեպքում, երբ ինքնապաշտպանների հիմնական զենքը ինքնաձիգներ էին և կարոտի գնդացի։ Մարտունաշենի կռիվը, եթե չհաշվենք նոյեմբերյանի դեպքերը, փաստորեն Պետոյի մարտական կենսագրությունում առաջին լուրջ փորձությունն էր, այն էլ միանգամից խորհրդային զինվորների ու զրահատեխնիկայի դեմ,
պատմում է հերոսի կենսագիրը։ Կռվի մասնակիցների վկայությամբ Պետոն իր համարձակությամբ եւ ճարպկությամբ կարծես նմանվում էր բազմափորձ զինվորի։ Չնայած ինքնապաշտպանական ջոկատներից ցավիրած ազնազոհ դիմադրությանը, թշնամուն հաջողվեց շուրջ 3 տասնյակ զոհերի գնով գրավել Մարտունաշենը։ Գյուղի պաշտպաններն իրենց դիրքերը թողնելով տեղափոխվեցին Բուզլուղ, ապա Մանաշիտ եւ հիմնավորվեցին շրջակա անտառներում։ Դրանից 3 օր անց վերադարձ հրամանատարության հանրության Պետոն իր մարտնկեր Հրաչի հետ միասին Գյուլիստանում էր։ Այստեղ նրան վիճակված էր զբաղվել տեղի ինքնապաշտպանական ջոկատների մարտական ուսուցմամբ։ Ակնապետների վկայությամբ նա խիստ էր ու պահանջկոտ, հատկապես անհանդուրժողական էր ծույլերի եւ պատասխանատվության զգացում չունեցողների նկատմամբ։ Եթե հայ զինվորը հոժարակամ ու գիտակցաբար է զինվորագրվում Արցախյան դատին, ապա իրավունք չունի տրտնջալու դժվարություններից եւ պարտավոր է, ինչպես ընդունված է կանոնավոր բանակում, կատարել հրամանատարության բոլոր պահանջներն ու հրամանները, ասում էր Պետոն։ Հակառակ պարագայում պատերազմական իրավիճակում նրանք ոչ ոքի պետք չեն լինի եւ մեր շարքերում տեղ չպետք է ունենան։ Իսկ հրամանատարը մարտական իր կարողությամբ ու գործի նկատմամբ դրսևորած պատասխանատվությամբ պիտի հավատ եւ ոգի ներշնչի զինվորներին, որպեսզի նրանք անառարկելիորեն կատարեն տրված հրամաններն ու գնան նրա ետևից։ Պետոյի ընտրած ուղին, Պետոյի ոճը, դա միշտ ամեն մարտական գործողություն, որտեղ ինքը ներկա եղել է առաջնամարտիկ, ենթականային ճանաչելու հատկություններ, նա գնահատում էր ենթականների մեջ դրականը։ Բացականի համար նրա համար էական չէ, նա մեր մոտ ընդունված տարբերակ էր, իշքան օժտվածնի բացական բնութագրերով, կարճ ժամանակում նա փոխում է դեպի դրականը։ Շահումյանի շրջանում առաջադրված խնդիրները կատարելուց հետո Պետոն իր մարտնկերների հետ վերադարձավ հայրենի գյուղ եւ ընդգրկվեց տեղի բանակումները ղեկավարող մարշչական խմբի կազմում։ Սակայն դա երկար չտևեց։ Արցախում ընթացող ռազմաքաղաքական զարգացումները ազնվեր հայրենիքում կրկին ձգում են դեպի մարտադաշտ։ 1992 թվականի հունվարի 26-ին Կարոտի գլխավորած ջոկատի կազմում Պետոն ուղղաթիռով վայրեժ կատարեց Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում։ Այս անգամ նրան վիճակված էր Աշոտ Ղուլյանի լեգենդար Բեկորի գլխավորած առաջին վաշտի հետ մասնակցել Ստեփանակերտն ուղղակող թշնամական հենակետերի վերացման ռազմագործողությանը եւ հասնել փայլուն հաջողության։ Օր-օրի ահագնացող պատերազմական իրավիճակը Պետոյին մղում էր նոր դատողությունների։ Որպեսզի փոքրիկ Ղարաբաղը կարողանա հաջողությամբ դիմակայել Ադրբեջանին, այն պետք է ունենա իր մարտական, ժամանակակից տեխնիկայով զինված բանակը, որը կարող է ստեղծվել միմիայն մեր բոլորի, ամբողջ հայության ջանքերով։ Պատերազմը սոզգ Ղարաբաղյան լինել չի կարող, այն պատկանում է ողջ հայ ժողովրդին, եւ այդ ճշմարտությունը պիտի դառնա մեր առաջնորդն ու ոգեկոչողը։ Այս համոզմունքն ուներ Պետոն։ Հրամանատարական կազմի ընտրությունը կատարված էր այնպես, որ մեկը մյուսին լրացնի, այսինքն կար հստակ որոշված հրամանատար եւ հաշվի առնված նաեւ այդ հրամանատարի այն բացական, այն թույլ կողմերը, որոնք որ կարող էին հետագայում վատ անդրադարձում ունենային այս կամ այն գործի, այս կամ այն երևույթի կազմակերպման վրա։ Ու դրա հետ մեկտեղ որոշված էին անձնավորություններ, որոնք այդ բացերը շատ լավ կարող էին լրացնել։ Այդ անձնավորություններից, ասենք, Պետոյի համար որպես եւ ռազմարվեստով շատ հետաքրքրվող եւ դրան բավականին լավ տիրապետող եւ դա զենքի հետ կապված եւ ոչ միայն զենքի հետ կապված, բացի այդ նաեւ հարաբերությունների մեջ իրեն միշտ գրագետ, կոռեկտ պահող, բացատրելու մեծ տաղանդ ունեցող մարդու ավելի լավ բացը լրացնող այդ առումով չէր կարող լինել։ Նա կարողացել է միջնորդի այնպիսի կարգավիճակում լինի պետ ենթակա օղակում, որ զգացնել չտա որևէ լարվածություն, որ հանգարցակի կարող էր առաջանալ, եթե դա իր պահվածքից էր, իր ընդունակություններից, իր կազմակերպչական տաղանդից եւ դա բնածին է եղել։ Մինչ Ստեփանակերտն ուղղակող թշնամական ռազմահենակետերի վերացման ուղղությամբ ինքնապաշտպանական ուժերն իրականացնում էին հաջող ռազմագործողություններ, Շահումյանում գնալով դրությունն ավելի էր ծանրանում։
Ելնելով ստեղծված իրավիճակից ինքնապաշտպանական ուժերի հրամանատարության որոշմամբ Պռոշյանի ջոկատը շուտով տեղափոխվում է Շահումյան եւ մի շարք այլ ստորաբաժանումների հետ միասին ստանձնում Բուզլուխի պաշտպանությունը։ Բացի պաշտպանական նշանակության խնդիրներ կատարելուց, շրջանում տեղաբաշխված ջոկատներն ունեին նաև հեռահար նպատակներ ու ցանկություններ, այն է, որ առաջ ազդագրել Գետաշենն ու Մարտունաշենը։ Մենք համոզված էինք, որ Գետաշենի եւ Մարտունաշենի վրա ձեռնարկվող հարձակումը պիտի իրագործվեր Լաչինի մարդասիրական միջանցքի բացմանը նպատակաուղղված գործողությանը զուգընթաց։ Հետագայում խոստովանում է Պետոն։ Ես հետախուզության ընթացքում եղել եմ Գետաշենում եւ նրա հարևանությամբ գտնվող թուրքաբնակ Սարիսու գյուղում եւ կարող եմ հաստատել, որ այդ օրերին մենք մեր ուժերով կարող էինք հաջողությամբ լուծել Գետաշենի եւ Մարտունաշենի հարցը։ Այդ գյուղերում թուրքերի ուժերը շատ քիչ էին, սակայն մեր հույսերն իզուր էին, ինչ որ անհասկանալի բաներ էին կատարվում։ Շուշիա ծագրումից եւ Մայր Հայաստանի հետ կապող կյանքի ճանապարհը բացելուց հետո հակամարտության գոտում հաստատված հարաբերական անդորն ընդհատվեց ամառվա սկզբին։ 1992 թվականի հուլիսի 13-ին ժամը 16:20-ին Ռեդնային հզոր նախապատրաստությունից հետո թշնամու բազմականակ ուժերի մեծաթիվ զրահատեխնիկայի աջակցությամբ միաժամանակյա հարձակում ձեռնարկեցին Ղարաչինար, Հայ-Պարիս, Էրքեչ, Մանաշիտ, Բուզլուխ ուղղություններով։ Մարտագծի ողջ երկարությամբ ծավալված անհավատար մարտում ինքնապաշտպանական ջոկատներն անում էին ամեն հնարավորը միջավտամները զինված հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար, սակայն ապարդյուն։ Այդ օրը Պետոն ու իր մարտընկերները իրենց վրա զգացին պատերազմական իրականության թերևս առաջին ու ամենադաժան հարվածի ծանրությունը։ Նրանք ոչ միայն ստիպված էին թողնել զբաղեցրած դիրքերը, այլև կորցրին իրենց լավագույն մարտընկերներին՝ Կարոտին, Ալիկին եւ Գառնիկին։ Վիշտն իրոք մեծ էր, կորուստն անդառնալի, բայց պետք էր դիմանալ եւ չհուսատվել։ Հարկավոր էր հավատալ հաղթանակի եւ հանուն դրան գնալ հերոսությունների։ Սա էր Պետոյի հավատամքը։ Հայերը կարող են իրենց բախտը վճռել, ասում էր Պետոն։ Կարող են իրենց զենքի եւ իրենց պետության միջոցով որոշել իրենց սահմանները, իրենց քաղաքականությունը, իրենց անելիքը։ Ղարաբաղցիներն անում են ամեն անհնարինը, իսկ անհնարինը, որ դարձրել են հնարավոր եւ անում են, երկար շարունակվել չի կարող։ Բայց պետք է ոչ թե անհնարինը շարունակել, այլ գտնել հնարավոր լուծումներ։ Իսկ դրանք կան, ես տեսնում եմ, եւ գիտեմ, որ շատերն են տեսնում։ Եվ այդ հնարավորը, որի մասին ասում եմ, մի վերացական բան չէ։ Մեր հաղթանակն է, որը գոնե ինձ համար շատ իրական է եւ պարտադիր։ Պետոն ուներ ամենակարևորը մարդուն ճանաչելու, գնահատելու եւ հասարակ լինելու ամենակարևոր հատկությունը, որպես հրամանատար ուներ իր դիրքը, որ պետք է ընդունեին բոլորը։ 92 թվականին ես հիշում եմ նույնիսկ մի քանի երիտասարդ զինվորների հետ, ինչպես օրինակի համար ինձ հետ նույնը բազմաբնույթ մասնագիտական ունակություններ տալի, ասինքն հակատանկային համալիրների մասին, զենիթային հրթիռային կոմպլեկտների մասին, բժշկությունից նույնիսկ մենք զարմանում ենք, ասում ենք ինչի համար է մեզ պետք, ասում մեզ պետք է մեր բանակի պրոֆեսիոնալ զինվոր է, միտքը ինքը այն ժամանակ ասում էր։ Շահումյանի անկումից հետո Պետոն ջոկատի տղաների հետ տեղափոխվեց Շուշի եւ ստանձնեց այստեղ տեղակայված հայ հեղափոխական դաշնակցության առաջին վաշտի հրամանատարի տեղակալի պաշտոնը, որն Արցախում հայտնի էր Ժիրոյի վաշտ անվամբ։ Նոյեմբերին այն վերակազմավորվեց գումարտակի եւ կոչվեց Շուշիի առանձնակի գումարտակ։ Վաշտում կարծես ավանդույթ էր դարձել, որ երբ ճակատում Ժիրոն էր, Պետոն էր մնում Շուշիում, իսկ երբ Ժիրոն էր վերադառնում Շուշի, Պետոն մեկնում էր դիրքեր, վկայում է ականատեսը։ Սկզբնական շրջանում, երբ նա դեռ նոր էր ստանձնել վաշտի փոխհրամանատարությունը, առավել հաճախ մարտադաշտ էր գնում Ժիրոն, իսկ Պետոն զբաղվում էր իր համար ոչ այնքան հաճելի թիկունքային աշխատանքներով։ Թիկունքում աշխատանքները նույնպես քիչ չէին։ Բացի մատակարարումների եւ ընդհանուր զինվորական խնդիրների հետ կապված գործերից, անհրաժեշտ էր կազմել ու մարզել նոր խմբեր, որոնք պիտի փոխարինեին ճակատում կռվողներին։ Դա ամենակարևոր խնդիրն էր։ 1992 թվականի սեպտեմբերի սկզբներից Պետոն կրկին առաջնագծում էր։ Այս անգամ նրան վստահվեց Սրխավին Կիչյան մարտագծի դիրքերի պաշտպանության կազմակերպումը, որն ինչպես ցույց տվեց դեպքերի զարգացման հետագա ընթացքը, հրամանատարի կողմից իրականացվեց փայլուն կերպով։ Զինակիցների վկայությամբ Պետոն առավոտից մինչև գիշեր դիրքերում էր։
քայլ առ քայլ ուսումնասիրում էր տեղանքը, վերլուծում իրավիճակը եւ ենթականերին տալիս ճիշտ ցուցումներ։ Նա հատկապես կարևորում էր նվազագույն կորուստներով նշանակալի հաջողությունների հասնելու հանգամանքը։ Մեզ համար ամենակարևորը պետք է լինի այն, որ առանց ջանք ու եռանդ խնայելու աշխատենք, որպեսզի յուրաքանչյուր կռիվ ավարտվի մեզ համար նվազագույն կորուստներով, գտնում էր Պետոն։ Մենք քանակապես փոքր ժողովուրդ ենք եւ ցավոք շատ շատերը չեն, որոնք գիտակցելով մեր ազգի ապագայի համար մղվող պայքարի անհրաժեշտությունը, պատրաստ են հոժարական մարտնչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի շարքերում։ Իսկ այդպիսի իրավիճակը հրամայաբար թելադրում է, որպեսզի ամեն մի զինվորի կյանքի ապահովության խնդիրը բոլորիս համար անհրաժեշտաբար դառնա կարևորագույնը։ Գումարտակում կար այն ժամանակ դրված արդեն զինվորական ծառայության անհրաժեշտ բոլոր պահանջներն ու պայմանները։ Եվ դա հենց անձամբ Պետոն էր վերահսկում, որպեսզի ճիշտ կատարվի։ Սկսվում էր անհատական պատրաստությունից, ստորաբաժանումների կազմով ներդաշնակվում էին, դրանից հետո ստորաբաժանումը պատրաստ էր, կարող էր այդ պատրաստության process-ը լիներ Ղարաբաղյան հատվածում, կարող է լինել Հայաստանյան հատվածում, պատրաստ էր իրավունք ուներ արդեն որևէ գործողություն կատարելու։ Եվ այս ամեն ինչը շատ բծախնդիր, շատ հետևողական ձևով կազմակերպում էր Պետոն։ Նույնիսկ մարտական գործողությունների ամենաթեժ պահերին, երբ որ փոքր ինչ ժամանակ ենք ունենում, հնարավորություն ենք ունենում, պարտադիր պետք է գոնե հրամանատարական կազմին, դրանք կլինեին դասակի կամ վաշտի հրամանատարներ, հավաքեր ու սկսեր ինչ-որ բան բացատրել, կամ մեկիս ասեր, այ դու ես հարցը լավ գիտես, դու ես հարցը մի հատ ներկայացրու ոնց է լինելու։ Հրամանատարի մարտական ու կազմակերպչական ունակությունների շնորհիվ օր-օրի գումարտակը դառնում էր առավել կազմակերպված ու կարգապահ, ինչը բնականաբար հնարավորություն էր տալիս իրեն վստահված ճակատային ցանկացած հատվածում դրսևորվել միայն լավագույն կողմերով։ Աստվածի անհերքելի ապացույցն են պաշտպանողական ու հակահարձակողական բնույթի այն բոլոր մարտական գործողությունները, որոնց ընթացքում գումարտակի ազնագազմը պատվով կատարեց իր առջև դրված խնդիրները։ Այդպես էր Սրխավենդում եւ Լաչինի միջանցքում, Քարավաճառում եւ Օմարում, Մարտակերտում եւ հարավային ուղղությամբ տեղակայված թշնամական հենակետերի վերացման ռազմագործողություններում։ Ու թերևս այդ հաջողությունները չլինեին, եթե ազնագազմին չառաջնորդեր ու չողոքեվորեր հրամանատարի ազնական օրինակը։ Իսկ Պետոն այդպիսին էր իր բնավորությամբ։ Ես, որպես զինվոր, ամբողջովին վստահել եմ իմ հրամանատարին, Պետոյին, խոստովանում է գումարտակի նախկին զինվորներից մեկը, Մուկուչ Ղազարյանը։ Նույն ձևով էլ վստահել են նաև Ռոմիկին։ Երկու անձնավորություններ, որոնց հրամաններից հետո ոչ մի անգամ չեմ մտածել, թե ինչ անեմ, որովհետև համոզված եմ, որ իմ ընկերների հրամանները լիարժեք են, այդ պահին անհրաժեշտ, ծանրակշիռ ձևով հաշվարկված եւ իր զինվորների անվտանգությունն էլ ապահովված է։ Ես իմ կյանքը լիովին վստահել եմ նրանց եւ հրամանները կատարել եմ ժամանակին։ Որ կողմից նայում եմ, հիշողությունները բերում են, հանգեցնում են մի եզակի մարդու, բացառիկ մարդու, Պետոյին, որը հրամանատար է եղել, բառից բուն իմաստով, մեծատարով հրամանատար է եղել, որը երբեք իր զինվորի թիկունքում պահ չի մտել, հրամանատար է եղել, որը միշտ զինվորի առաջից է գնացել, հրամանատար է եղել, որը միշտ ուսուցիչ է եղել։ Այո, Պետոն այդպիսի ներեյությամբ ու մտածելակերպով նա կարողանում էր իրեն պատկերացնել այն զինվորի դերում, ում վիճակված էր կատարելու իր իսկ հրամանը։ Իսկ դա մեծերին հատուկ որակ է, որը ոչ թե տրվում, այլ լինում է մարդու մեջ։ 1994 թվականի փետրվարի 14-ին հերթական մարտական առաջադրանք կատարելու նպատակով Պետրոս Ղևոնդյանը Յանշաղից իջնում էր Ղամիշլի, ապա շարժվում Գյանջա-Քարվաճառ ճանապարհահատվածի Խաչմերուկի ուղղությամբ։ Խաչմերուկից 6-7 կիլոմետր հեռավորության վրա, հանդիպելով շտապօգնության մեքենայի շուրջ խմբված զինվորների, տեղեկանում է, որ նրանց հանձնարարված է մարտադաշտից դուրս բերել վիրավոր մարտիկին։ Սակայն ճանապարհը ականապատված լինելու պատճառով օգնության հասած անձնակազմը երկյուղում էր հասնել դեպքի վայրը։ Հանդուգն հրամանատարը վճռում է անձամբ դուրս բերել վիրավոր զինվորին։ Մի քանի ակնթարթ անց լսվում է,
հերոսի վերերկրային կյանքն ազդարարող պայթյունի ձայն։ Բետոն ընդամենը 30 տարեկան էր։ Հերոսները նախքան հերոսանալը իրենց մեջ արթնացնում են հերոսավայել ապրելու խորհուրդը։ Իսկ դա առանձնահատուկ մտածելակերպ է, որը կախված չէ տարիքից ու կյանքի փորձից։ Դա առավել շատ էություն է, որ գալիս է բնատուր որակներից եւ հասունանում այնպես, ինչպես ուղղորդում է մարդու խիղճը։ Նրանց համար նման ապրելաոճ ճակատագիր է, եւ այդպիսիները կարծես ավելի շուտ են հասունանում, քան նրանք, ովքեր ծնվում են հենց այնպես ապրելու համար։